Ռուս-ադրբեջանական հարաբերություններում աղմկահարույց սկանդալ է հասունացել, հասնելով միջպետական մակարդակի։ 24 տարվա վաղեմության քրեական գործը, որին անմիջական մասնակցություն են ունեցել ծագումով ադրբեջանցիներ, ջրի երես է դուրս եկել հիմա։ Հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Եկատերինբուրգում գտնվող ադրբեջանցիների տները։ Հատուկ գործողության ժամանակ մահացել են ադրբեջանցի եղբայրներ Զիաադին և Հուսեյն Սաֆարովները։ Սպանված եղբայրները կասկածյալ էին 2001 թվականին առևտրական Յունիս Փաշաևի սպանության գործով։ Խուզարկել են 10-ից ավելի բնակարան, անվտանգության ուժերը ձերբակալել են ավելի քան 50 մարդու, մի քանիսն են միայն ազատ արձակվել, մյուսների կալանքի քննությունն ընթացքի մեջ է։ Բաքուն սուր է արձագանքել տեղի ունեցածին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը գերատեսչություն է հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին, պաշտոնական բողոք ներկայացրելու հանդես եկել հայտարարությամբ։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կանցկացնի այս գործի անհապաղ հետաքննություն եւ հնարավորինս շուտ կկանգնեցնի այս անընդունելի բռնության համար պատասխանատուներին։ Կտրուկ է արտահայտվել նաև Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, վստահեցնելով, որ իր քաղաքացիների նկատմամբ համակարգված գործողություն է իրականացվում էթնիկ պատկանելության պատճառով։ Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահների ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները, հիմնված նրանց ազգային պատկանելության վրա եւ այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում համերգները, փառատոնները, ներկայացումները, ցուցահանդեսները չեղարկվում են։ Չեղարկվեց նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Բաքու նախատեսված այցը։ ԱՊՀ երկրների հետ հումանիտար կապերի զարգացման վերաբերյալ Պետդումայում Օվերչուկը հանդես եկավ ելույթով, որը հունից հանեց Բաքվին։ Существование нашего общего цивилизационного пространства Մեր ընդհանուր քաղաքակրթական տարածքի գոյությունը, որն ամրապնդվում է համագործակցության բոլոր երկրների համար ընդհանուր ազգամիջյան հաղորդակցության լեզվով ռուսերենով, մեր անկասկած առավելությունն է, որը թույլ է տալիս մեզ միասին զարգանալ։ Առանց ընդհանուր լեզվի, շահերի և փոխըմբռնման անհնար է զարգացնել հումանիտար կապերը։ Օվերչուկի ելույթն ու Եկատերինբուրգի դեպքերը Բաքուն որակեց ցինիզմ, խոսքն էլ հակասող։ Ռուսական կողմն արձագանքեց Բաքվի այս վայնասունին։ Мы искренне сожалеем в связи с такими принятыми решениями. Մենք անկեղծորեն ցավում ենք նման որոշումների համար։ Հավանաբար կարևոր է շարունակել աշխատանքը իրադարձությունների պատճառն ու բնույթը պարզաբանելու համար։ Ադրբեջանական կողմի դեմարշն անհիմն է, քանի որ այն, ինչ կատարվում է, կապված իրավապահ մարմինների աշխատանքի հետ, չի կարող եւ չպետք է նման արձագանքի առիթ դառնա։ Կրեմլի արձագանքի ֆոնին Ռուսաստանի իրավապահները զանգվածային ռեյդեր են անցկացնում նաև Վորոնեժում, պատերազմ հայտարարելով Վորոնեժի Ալեքսեևսկի շուկայի տերերին, որոնց ամենաթողության մասին բազմաթիվ բողոքներ են եղել։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները շարունակում են ամենասուր քննադատությունների տարափը Ռուսաստանի իշխանության հասցեին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։